Եթե պետք լինի, փողոցում ենք կանգնելու։ Եթե պետք լինի, փողոց ենք փակելու եւ բոլոր մեթոդներով չհամարձակվեք կարծել, թե մենք թույլ ենք եւ կարող է ինչ որ կերպ զիջենք։ Ոչ, մենք չենք հանձնվելու։ Այսօր կառավարության նախաձեռնած նոր փոփոխությունների դեմ պայքարող կանայք հերթական բողոքի ցույց անցկացրեցին ազգային ժողովի շենքի դիմաց։ Նրանք օրենսդիր մարմնից պահանջում են չընդունել կառավարության հավանությանը արժանացած փոփոխությունները, ըստ որոնց հաջորդ տարվանից աշխատող մայրերը ավելի քիչ գումար կստանան մայրության արձակուրդի ընթացքում։ Մեջքից հարվածում են ծննդաբերող կանանց, այն պահին, երբ պետությունը պիտի նրանց մեջքին կանգնած լինի, պետությունը նրանց ընդհակառակը երես է թեքում նրանցից եւ դնում անելանելի ու դժվար կացության մեջ։ Եվ Հայաստանի Հանրապետությունում որևէ կերպ չեն խրախուսում կարծես թե աշխատող կանանց, ովքեր 26% եկամտային հարկ են վճարում ամեն ամիս, դրանով իսկ օգնում լցնել բյուջեն։ Կառավարությունը այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ եւ պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը միջոցներ կխնայի եւ 2016-ից արդեն գումարներ կվճարի նաեւ չաշխատող մայրերին։ Ազգային ժողովի մոտ հավաքված կանայք եւ նրանց սատարող տղամարդիկ ասում էին, որ կողմ են, որպեսզի պետությունը վճարի չաշխատող մայրերին, բայց պետբյուջեից ոչ արդյունավետ ծախսերը կրճատելով։ Կառավարությունը հենց ինքը իր միջոցներից պետք է դա անի, ոչ թե աշխատող կանանց հաշվին։ Թող ուրիշ տեղից, թող ուրիշ թերությունները շտկեն, այդ հաշվին գումարները խնայեն։ Բյուջեն որ նայեք, այնքան աբսուրդ գումարներ կա ծախսերի, որ հանգիստ կարան այդ գումարները չաշխատող կանանց տան։ Կառավարությունը այս փոփոխությունները առաջարկելով խախտում է աշխատող կանանց իրավունքները, շեշտում էին ցուցարարները։ Ազգային ժողովի մոտ հավաքված կանայք ասում էին, որ չեն պատրաստվում լռել եւ պահանջելու են, որպեսզի իրենց իրավունքները չխախտվեն։ Ոչ թե առաջարկում ենք, ոչ, մենք ոչ մի առաջարկ չենք անում, մենք պահանջում ենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որ օրենքի փոփոխությունները չկատարվեն եւ որ բոլոր կանայք, աշխատող կանայք իրենց եկամտի 100% չափով ստանան փոխհատուցում։ Սա է միակ արդարացի լուծումը այս հարցի։ Նշենք, որ նմանատիպ մի նախագծով կառավարությունը հանդես էր եկել նաև 2010 թվականին։ Այն ժամանակ կանայք ցույցերի միջոցով հաջողության հասան։ Այս անգամ եւս ասում են պայքարելու են այնքան ժամանակ, մինչև իրենց պահանջը կատարվի։ Դե պետք լինի դրսում մնանք, այդ փորձը ունեցել ենք 4 տարի առաջ, ցուրդին էլ մենք, այսինքն հետ չենք կանգնելու, որովհետև կարծում ենք սա կարևոր է ու մեր իրավունքների խախտում է։ Ու այսօր կսպասենք լսումները ու դրանից հետո արդեն ավելի մի քիչ հստակ կերևա մոտեցումը ոնց կլինի։